Սիրելի հայրենակիցներ, հարգելի պատգամավորներ, այսօր մենք ունենք զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր։ 2025 թվականին բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների ընդամենը 35%-ը։ Իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Անարդարությունը շարունակվում է նաեւ ծառայությունից հետո, քանի որ ծառայողները հետագայում մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած եւ 27 տարի լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, ամեն մեկին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաև տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1.5 տարի ծառայողները կստանան 1.5-ից 3 միլիոն դրամ։ Այս մեխանիզմը մեզ թույլ կտա. Առաջին, Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավել հետախուզվող տղաների։ Երկրորդ, ամեն տարի ծառայության կբերենք գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիների։ Եվ երրորդ, ծառայությունը կդարձնենք գրավիչ եւ եկամտաբեր։ Գումարները կհոսեն ոչ թե Հայաստանից դուրս կամ կոռուպցիաներների գրպանները, այլ կտրամադրվեն ծառայող զինվորներին։ Եթե գործող օրենսդրությամբ 27 տարին լրացած տղաները կարող են վճարել 8 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս, ապա ինչու նման հնարավորություն չտալ 2 անգամ ավելի մեծ գումար վճարելու դեպքում 25 կամ 26 տարեկաններին։ Օրենքի ընդունմամբ կշահեն բոլորը, եւ պետությունը, եւ բանակը, եւ ծառայող զինվորը, կտուժեն միայն բանակից փողով մարտազատողները։ Սիրելի պատգամավորներ, խնդրում եմ ձեզ, հնարավորություն տվեք, որպեսզի նախագիծը քննարկվի լիագումար նիստերի դահլիճում։ Խոստանում եմ ընդունել բոլոր պետության համար շահավետ առաջարկները։ Եվ իրականում այս քվեարկությունը ոչ թե նախագծին կողմ քվեարկություն է, այլ որպեսզի նախագիծը մտնի քննարկման փուլ։ Քննարկման փուլում, եթե կհնչեն մտքեր, կարծիքներ, մենք ժամանակ կունենանք քննարկելու, մի բան ակնհայտ է, մենք ամեն օր կորցնում ենք 10-ից ավել զինվոր։ Այսինքն 1 տարի հետաձգումը մեզնից տանում է առնվազն անցած տարվա տվյալներով 2811 քաղաքացիությունից հրաժարված եւ հազարավոր տղաներ, ովքեր տարբեր այլ ճանապարհներով խուսափել են ծառայությունից։ Եվ այստեղ տուժում է ծառայող զինվորը, որովհետեւ ինչպես թվերն են ցույց տալիս, ծառայողները մի քանի անգամ ավելի քիչ են չծառայողներից։ Այս նախագիծը ծառայող զինվորների համար է։ Շնորհակալ եմ։ Այժմ քվեարկությանը դրվում քննարկված ներողություն եմ խնդրում, ձայնը տրվում է նախագծի փաթեթի հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանին, համեցեք պարոն Մեհրաբյան։ Շնորհակալություն, մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, հարցը քննարկվել է Պաշտպանության եւ Անվտանգության մշտական հանձնաժողովում եւ տրվել է բացասական կարծիք, նաեւ ուզում եմ նշեմ, որ տվյալ օրենքի նախագծին նաեւ կառավարությունն է տվել բացասական կարծիք։ Ուստի խնդրում եմ դեմ քվեարկել։ Շնորհակալություն։ Պարոն Մեհրաբյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Այժմ քվեարկության դրում քննարկված նախագծի փաթեթը վարման կարգով Հայկ Կոնջարյան, համեցեք։ Արգելի գործընկերներ, ինչպես նշեց հարակից զեկուցողը, կառավարությունը դեմ է արտահայտվել այս նախագծին, գլխադասային հանձնաժողովը եւս դեմ է քվեարկել, ուստի մենք առաջնորդվելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Շնորհակալություն։ Քվեարկությանը դրվում Հայկ Սարգսյանի ներկայացած զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ գիծ ներկայացած օրենքների նախագծերի փաթեթը 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը քվեարկություն։ Կողմ 3, դեմ 57, ձեռնպահ 6, որոշումը չի ընդունվել, վարման կարգով Հայկ Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ,
Ճիշտ է, նոր ազգային ժողովում չընդունվեց իմ կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, բայց չենք ընկճվում ու առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության եւ հատկապես պաշտպանության նախարարության հետ եւ ես վստահ եմ, որ մեխանիզմներ ներդրվելու են, որպեսզի ծառայողները չգտնվեն անարդար վիճակում եւ լինեն հավասար պայմաններ բոլորի համար, ծառայությունից խուսափելը չլինի այդքան հեշտ եւ նաեւ չլինեն օրինական մեխանիզմներ, որոնք այսօր գործում են։ Միայն ցավում եմ, որ կարող է չհասցնենք միջև ամառային զորակոչ եւ այս ամառ 2026 թվականի ամռանը զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել են ծառայությունից խուսափած կամ կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարած գումարներով։ Այսքանը, շնորհակալ եմ։